Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, ես 5 շաբթի օրը մեր հաղորդության պաշտամունքի ժամանակ ակնարկեցի Կիրակի օրվա պատգամի մասին, ուղղակի ուզում եմ ասել, ինձ հետեղի մինչև վերջ, դուք ինչպես գիտեք, ես այն մարդկանց թվին չեմ պատկանում, որ անգամ թարգմանության խոտան հանդիսացող ինչ-որ բառ կվերցնեն ու կդարձնեն մարդկանց ոգևորելու թեմա։ Դա իմ կերպը չի, դա իմ ձեռագիրը չի։ Ես ուզում եմ այնինչ, որ փոխանցեմ ձեզ, լինի նախ աստվածաբանորեն հաստատված, նախ ավետարանին համաձայն և հետո, դրանից հետո նոր մեր գործնական վերաբերմունքի մասին խոսել։ Ուրեմն, եղեք ինձ հետ մինչև վերջ, սկզբի մի քանի րոպեներում ես դժվարությամբ աստվածաբանական հիմքերը պիտի դնեմ այն թեմայի, որի մասին ես պիտի քարոզեմ։ Միայն ուզում եմ ասել, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են հասնել երկինք, նրանց համար այս պատգամը ուղղակի անհրաժեշտություն է։ Ուրեմն, թույլ տուր ասեմ, սա ինձ համար է։ Ամեն։ Փառք Տիրոջը, առաջի Պետրոս, առաջի գլուխ 13-ից 16 համարները։ Նրա համար ձեր մտքի մեջքը գոտեպնդած և զարթնացած, կատարելապես հուսացեք այն շնորհքին, որ հասնում է ձեզ Հիսուս Քրիստոսի հայտնությունով, հնազանդ որդկանց պես, չնմանվելով ձեր տգիտության ժամանակին առաջի ցանկություններին, այլ ձեզ կանչող Սուրբի պես դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարքերում, որովհետև գրված է սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։ Ալելույա։ Ես ասեցի, ակնարկեցի, իհարկե չասեցի ինչի մասին էր, բայց միտեղ հոգևոր մի օրացույցում կարդացի, սրբությունը մեր օրերում վատ համբավ ունի։ Կարելի է տարբեր կերպ հասկանալ, սրբությունը մեր օրերում վատ համբավ ունի, որովհետև դա կարող է հասկացվել տարբեր կերպերից մեկը այն է, որ իրենց սուրբ կոչող մարդիկ շատ լավ համբավ չունեն, և սրբությունը վատ համբավ է ձեռք բերում, և շատ շնորհք քարոզիչներ այս թեման ուղղակի շրջանցում են կամ փոխարինում և այսպես շարունակ, բայց իսկապես եթե անդրադառնալու լինենք և ես դրանից հետո դա 1-2 շաբաթ առաջ էր կամ միգուցե ավելի առաջ, երբ որ հանդիպեցի դրան և ես սկսեցի մտածել, պետք է փնտրեմ, տեսնեմ իսկապես քարոզիչները այս թեմայով շատ են քարոզում կամ ես գոնե այս թեմայով շատ եմ քարոզել, եթե քարոզել եմ հպանցիկ, եթե քարոզել եմ դարձել ինչ որ մի պատգամի մաս, բայց այս թեմային շատ քիչ ենք անդրադառնում և սա մեծ բաց է, որ պիտի էխոկա, թե ինչ եմ, թե ինչ որ մեկը կրկնում է։ Փառք Տիրոջը։ Վատ չի լինի, որ հետս կրկնեք։ Գոնե այսօրվա պատգամը, իսկապես լավ կլինի, որ կրկնեք։ Եվ հետո, երբ որ ես սկսեցի Սուրբ Գիրքը նայել, բնական է, վերջի ժամանակների հետ կապված ցանկացած ինչ որ շեղում, երբ որ ես հանդիպում եմ և ուզում եմ դրան անդրադառնամ, անմիջապես 2 Տիմոթեոս թուղթը խորհուրդ, նաև երիտասարդ քարոզիչներին շատ է օգնում։ Եվ այնտեղ հասա 3-րդ գլխում, մարդիկ կլինեն այսպիսի և կլինեն մարդիկ անսուրբ։ Վերջի օրերի մարդիկ կլինեն անսուրբ։ Օհո։ Ուրեմն, Պետրոսը պատվիրում է և ասում է. Սուրբ եղեք ձեր բոլոր վարքերում։ Ոչ թե ինչ որ մի բանում, այլ ձեր բոլոր վարքերում։ Որովհետև ձեզ կանչող Աստվածը սուրբ է, և նա ասում է սուրբ եղեք, այնպես, ինչպես որ ես սուրբ եմ։ Արդյոք դա հնարավոր է։ Արդյոք արժի դրա մասին խոսել։
Արդյոք արժի խոսել մի բանի մասին, որ ընդհանրապես շատերը մտածում են, որ սա վերացական մի բան է, որ իրական չի, որ պրակտիկայում մարդը չի կարող սուրբ լինել։ Հիմա տեսնենք։ Եվ ես ասեցի սկզբում մի փոքր։ Ես գրում եմ, որպեսզի շատ չտարածվեմ, որովհետև եթե հանկարծ ես չփորձեմ տեղավորվել իմ գրածի մեջ, ես այնքան եմ տարածում, որ չեմ կարողանում վերջին հասնել։ Դրա համար փորձեմ այսօր տեղավորվել, որպեսզի արագ հասնենք վերջին, որովհետև ես ձեզ պատրաստում եմ վերջի համար, որովհետև այն գլխավորը, որ ես պիտի ասեմ, վերջում եմ ասելու։ Դրա համար խնդրում եմ, ինձ հետ եղեք մինչև վերջում։ Սրբություն եւ սրբացման մասին պատմության ընթացքում շատ տարբեր մոտեցումներ եւ տեսակետներ են եղել եւ տարբեր մեկնաբանություններ։ Եթե հետ նայենք անցյալին կամ մեր շուրջը նայենք այսօր, կտեսնենք եւ կհամոզվենք ասացիս մեջ։ Նախ ինչ է սրբությունը կամ սրբացումը կամ ով է սուրբը, ինչպես լինել սուրբ, ինչպես սրբանալ, ինչու լինել սուրբ, արդյոք հնարավոր է լինել սուրբ։ Ես այս հարցերը դնում եմ, որպեսզի այս հարցերին ես պատասխանեմ։ Եկեք միասին փորձենք պարզել եւ հասկանալ, որ սրբացումը մարդու համար բոլորովին հասանելի վիճակ է եւ այն էլ շատ նորմալ, բնական եւ հաճելի վիճակ։ Ալելույա։ Նախ բոլոր կանխակալ մարմաճները սրբության վերաբերյալ ուսումնասիրենք եւ տեսնենք, որ Աստված մեզանից անհնարին եւ անիրականանալի բան չի պահանջել եւ չի պահանջում, եւ եթե Աստված մեզանից պահանջում է լինել սուրբ, ուրեմն դա բոլորովին հնարավոր եւ իրականանալի է։ Ամեն։ Եվ ամեն քրիստոնյայի համար, ոչ թե անհատների համար։ Նախ հարցնեմ ձեզ, դուք սուրբ մարդ ճանաչում եք։ Կենթանի սուրբ մարդ։ Չեք ճանաչում։ Ճանաչեք։ Եթե անկեղծ լինես, պիտի նայես քեզ, ասես, բա ես կատակ չեմ անում, ես ճշմարտությունն եմ ասում։ Եթե դու քրիստոնյա ես, եթե դու փրկված ես, եթե դու նպատակ ունես Տիրոջը տեսնելու, եւ եթե դու Տիրոջը տեսնում ես, որովհետեւ Սուրբ Գիրքն ասում է, ոչ ոք առանց սրբության Տիրոջը չի տեսնի։ Հիսուսն էլ սովորեցնում էր ու ասում էր. «Երանի սրտով մաքուրներին, որոնք Աստծուն պիտի տեսնեն»։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Մեր ամբողջ մտքերը եւ մեր ամբողջ կյանքը պիտի համապատասխանի մեր իրական նպատակին, իսկ մեր իրական նպատակը հենց այն էր, ինչ որ Պետրոսը մեզ սովորեցնում էր. ձեզ կանչող Սուրբի պես եղեք սուրբ, որովհետև պատվեր կա, պատգամ կա Աստվածային, ձեր կանչող Սուրբի պես եղեք սուրբ, որովհետև Տերն ասում էր. սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։ Եվ այսպես սկսենք փնտրտուքը, ինչ է սրբությունը, մեր ինչին է պետք եւ ինչպես հասնել դրան, որպեսզի շատ չխճճեմ, առանց այն էլ շատ խճճված եւ չհասկացված Աստվածային պատգամի էությունը ուղղակի հիշեցնեմ, որ շատերն են փորձել լինել սուրբ կամ հասնել սրբության իրենց հասկացած ձևերով։ Ամբողջ պատմության ընթացքում, օրինակ 3-րդ դարում հայտնվեցին անապատաբնակները, որոնք ասում էին, որքան հեռու մարդկանցից այնքան մոտիկ Աստծուն եւ այնքան սուրբ։ Եվ սկսեցին այդպես ապրել։ Այն դեպքում հարց է առաջանում. ում է պետք քո սրբությունը։ Այնուհետև ես շատ այս ցանկը շատ արագ կսպառեմ։ Այնուհետև մարդիկ եղան, որ անգամ շատ երկար սյուների վրա ապրեցին։ Հեռու տեղ մարդկանցից միսյան վրա էին ապրում։ Չգիտեմ, երևի երկիրը շատ էր մեղքոտ, այդ սյունն էլ շատ էր սուրբ, սյան վրա էին ապրում, որ անգամ երկրի հետ չշփվեին։ Դա պատմություն է, նրանք ուսումնասիրել են, գիտեն, նրանք ովքեր ուսումնասիրել են, գիտեն։ Հետո հայտնվեցին օրինականները, որոնք մտածում էին, որ իսկական հոգևորությունն ու սրբությունն այնտեղ է, որտեղ կատարվում է բոլոր օրենքները։ Եվ բոլորն էլ իրար հետ ձախողվեցին ու հասկացան, որ դա հնարավոր չէ։ Եթ ինչ ես քարոզում, Ռուբիկ եղբայր, ավետարան, այն ինչ որ ինձ եւ քեզ պետք է այսօր։ Հետո ազատամիտները հայտնվեցին եւ ասում էին. կարևոր չի թե ոնց կապրես, եթե Աստված քեզ կանչել է, եթե Աստված քեզ ընտրել է, սրբությունը նա է քեզ տալու, ազատ ապրի առանց խղճմտանքի։ Սա էլ մյուս սանձարձակություն է։
Չեմ ուզում հիշել մաքսիմալիստներին, պահանջատերերին եւ մնացածներին։ Լավ։ Իսկ ով մեզ ճիշտ այս հարցին կպատասխանի եւ կօգնի մեզ այս գործի մեջ։ Ուզում եմ առաջարկել մեկ մարդու, ով հենց կարդացածս համարների հեղինակն է, Պետրոսի։ Ռուբիկ եղբայր, համոզված ես, որ ճիշտ տեխնացու ընտրեցիր։ Դու նկատի ունես այն ուրացող Պետրոսին, այո։ Քահանայապետի ծառայի ականջը կտրած Պետրոսին դու նկատի ունես, համոզված ես, որ ճիշտ էր ընտրությունդ։ Այո, համոզված եմ։ Եվ ես առաջարկում եմ այս շաբաթ այս եկեղեցու համար լինի Պետրոսի շաբաթ։ Սուրբ Պետրոսի շաբաթ։ Ռուբիկ եղբայր, սա ինչ է նոր մոլորություն։ Ոչ։ Հին բարի ավանդույթ։ Այս շաբաթ, ամբողջ շաբաթ կարդանք Պետրոսի առաջի երկրորդ թուղթը, ամբողջ շաբաթ, այնքան կարդանք եւ այնքան սովորենք, որ մեր Facebook-ային հղումները եւ գրառումները, չգիտեմ ինչ որ նկարած տորտ չլինի եւ չգիտեմ մի ծաղրանկար չլինի քրիստոնյաների, այլ Սուրբ Պետրոսի առաջի եւ թղթից, առաջի եւ երկրորդ թղթից հատվածներ, մեկնաբանություններ, հայտնություններ եւ լցրեք ամբողջ համացանցը Սուրբ Պետրոսի սուրբ խոսքերով։ Ամեն։ Լսեք, երբեմն երբ որ նայում եմ հանկարծ հոգևոր մարդկանց սոցիալական այդ ցանցերում գրառումներն ուզում եմ հարցնեմ, հետարքիր է ինչու եք գրանցվել այստեղ։ Որ ինչ լինի։ Որն է նպատակը։ Քրիստոնյա քույրս, քրիստոնյա եղբայրս, որ ինչ անես։ Տորտը սենց են թխում, չգիտեմ, իսկ սրբությունը ոնց են թխում։ Ալելույա։ Ամեն, փառք Տիրոջը։ Այո, այսօր եւ այս շաբաթ առաջարկում եմ լինենք Պետրոսի հույրը։ Կարդացեք եւ ուղիղ եւ հորիզոնական եւ անկյունագծով կարդացեք, ուսումնասիրեք ամբողջ Պետրոսի երկու թղթերը։ Ուսումնասիրեք այնպես, տեսեք ինչ է ասում, ինչից հետո է ասում եւ ինչու է ասում։ Սա մեզ պետք է։ Միգուցե այս մարդու անձը իսկապես շատ համապատասխան չի թվա ինչ-որ մեկին կամ ինչ-որ մեկի տեսակետից, բայց գոնե այս մարդու կյանքը կհամոզի մեզ այն բանում, որ սուրբ մարդը դա բոլորովին անմեղ մարդը չի։ Բա ինչ է, Ռուբիկ եղբայր, փորձեմ ասեմ, կստացվի լավ, չստացվի, այնքան չստացված պատգամներ եմ քարոզել, որ եթե մեկն էլ հանկարծ չստացվի, որևէ բան էականորեն չի փոխվի։ Բայց լսեք, այդ մարդը, Պետրոսը, մեր նման մարդ էր, ուներ մեր նման խնդիրներ եւ հարցեր։ Այս մարդը կօգնի մեզ հասկանալ, որ սրբության հարցը լուծվում է առաջի հերթին մարդու սրտում։ Ալելույա։ Այս մարդը կօգնի, որ հասկանանք սրբությունը դրսևանց երևացող բան չի։ Սրբությունը հագուստ չի, պոպոշ չի, շոր չի, չգիտեմ մեծ մատանիկ, մեծ խաչ չի։ Սրբությունը ընդհանրապես ներքին հարց է, սրտի հարց։ Ամեն։ Սիմոնն էր այս մարդը, որին ուզում ենք մեկ շաբաթ հույր կանչել մեր տուն։ Մեկ էլ մենք այցելենք իր տուն։ Լսելու իրանից, որ Հիսուսի հետ հենց առաջի հանդիպմանը ստացավ Պետրոս անունը, Պետրոս, այսինքն քար, և իսկապես Պետրոսի քար դրսևորումների մասին մենք ավետարանի մեջ այդ 3 տարվա ընթացքում հանդիպում ենք։ 3 տարի Հիսուսի հետ կողք կողքի ապրեց, միշտ իրեն պահում էր ոչ շատ սուրբ, անգամ անսրբորեն ուրացավ Տիրոջը։ Եվ հիմա մեզ սրբության դաս է տալիս։ Օրհնյալ լինեն այդ մարդիկ։ Այդ մարդկանց դասն առավել քան օգտակար է մեզ համար։ Երբ որ հանկարծ քարոզիչը կանգնում է այստեղ ու իրան ներկայացնում է, կարծես թե երրորդ երկնքից իջած, մտածում ես, դու այդքան բարձր, մենք այսքան ցածր, բա քեզ ո՞նց հավասարվենք։ Բայց երբ որ տեսնում եք քարոզիչը կանգնած այստեղ ասում է, մենք մեկ խմորից ենք հունցված։
Եկեք պայքարենք ու հաղթենք։ Երբ որ քարոզիչը կանգնում ասում է, իսկապես շատ ուրախ գիշեր չենք ունեցել։ Երբ որ մեկը ինչ որ մի քիչ դժվար գիշեր է ունենում, հասկանում է, որ մենակ իրանք չեն, բոլորն են, մարդ ենք, անցնում ենք։ Այս ամեն ինչի մեջ պիտի լինենք հավատարիմ Աստծուն։ Պահենք մեզ մեր կոչումին վայելու համապատասխան։ Ամեն։ Հիսուսն ընտրեց Պետրոսին, որ նրա խոսքերի եւ կյանքի օրինակով ամբողջ աշխարհին ցույց տա նաեւ այսօր, որ մենք իմանանք, թե ինչու պիտի ձգտենք սրբության։ Պետրոս առաքյալի թղթերը մեզ օգնում են հասկանալու, թե ինչու է կարևոր ապրել սրբության մեջ եւ ինչ է սրբությունը գործնականում։ Ես ուզում եմ ցույց տամ, թե սրբություն ասելով գործնականում ինչ պիտի հասկանանք։ Սրբություն ասելով ինչ որ մի շրջանակի մեջ վիզը ծռած կամ ուղիղ ինչ որ մի սրբապատկեր չի կամ ինչ որ մի անուն, որ ասում ենք այսինչ դարում ապրել այս սուրբը։ Երբ որ կարդում ենք Պողոս առաքյալի թղթերը, բոլոր եկեղեցիներին ուղված, բոլոր եկեղեցիներին ուղում էր սուրբերին ուղված նամակ, սուրբերին ուղված նամակ։ Այդ ինչ այն ժամանակ բոլորը սուրբ էին եւ հիմա մենք բոլորս պիղծ ենք, իսկ հասկանանք ինչ է սրբությունը, ինչու է ինչ է ընդհանրապես սա։ Ինչ նկատի ուներ Պետրոսը, երբ գրում էր սրբության մասին։ Երբ նայում ենք Պետրոսի թղթերին, պարզվում է, որ իսկական սրբությունը մեզ ոչ մարդկանցից է հեռացնում, ոչ անապատ է ուղարկում, ոչ սյուների վրա ապրելու կոչ է անում։ Այդ դեպքում հասկանանք, մենք ինչպես սուրբ դառնանք։ Ավելի շատ Պետրոսի թղթերից մենք հասկանում ենք, որ մեր կոչումը Հիսուս Քրիստոսի նման դառնալն է, մեղավորների բարեկամ լինելն է եւ Աստծուն ծառայելը։ Ամեն։ Կհասկանանք ինչ է իրականում սրբությունը գործնականում։ Սկզբի համար առաջի Պետրոս առաջի գլխի մինչև երկրորդ գլխի 10 համարը ես դա չեմ կարդա, բայց դուք կարդացեք։ Նրանք ովքեր գրառում են անում առաջի Պետրոսի առաջի գլխի առաջի համարից մինչև երկրորդ գլխի 10 խոսքը։ Ահա այստեղ ենք լինելու, այստեղ ենք հիմա առայժմ լինելու։ Ինչ նկատի ուներ Պետրոսը, եթե կարդակ Պետրոսի հենց առաջի գլխի առաջին համարում հասկանում ենք, որ Պետրոս առաքյալի թուղթը ուղղված էր ոչ թե հրեաներին, ոչ թե չգիտեմ Հրեաստանի սուրբերին, այլ Պոնտոսի, Կապադոկիայի, այսինքն այդ տարածքները հիմա Թուրքիայի հյուսիսում են գտնվում։ Փոքր Ասիա կոչվող այդ աշխարհամասում էր։ Պետրոսը խոսքը ուղղում էր նախկին հեթանոսներին, որոնք հեթանոսությունից քրիստոնյա էին դարձել։ Պետրոսը հրեաներին չէր ուղղում խոսքը, որ հասկանայինք, որ ասում է սուրբ, ուրեմն հասկացանք, Աստծու ընտրված սուրբ ժողովուրդ հասկացանք։ Այստեղ բոլորովին այդպես չի։ Այն աշխարհամասում, որը նորից ես կրկնեմ, որ գտնվում է հիմա Թուրքիայի տարածքում։ Այստեղ ուզում եմ ասել, որ սուրբ գրքում, բնագրում, սուրբ բառը եբրայերեն կոդեշ բառն է, իսկ հունարենում խագիաս բառը, որ հիմնական իմաստ այս բառի առանձնացած, ընտրված, ոչ այնպես, ինչպես բոլորը իմաստն ունի։ Առանձնացած, ընտրված, հատուկ նպատակ ունեցող, հատուկ կարգավիճակ ունեցող, ոչ այնպես, ինչպես բոլորը։ Դու ընտրված ես, դու առանձնացված ես, դու այնպիսին պիտի չլինես, ինչպիսին բոլորն են։ Ամեն։ Ամեն։ Ես արդեն սկսել եմ քարոզել, գիտեք։ Հալելույա։ Ամենաբարձր իմաստով այս բառը ստանում է այն ժամանակ, երբ այս բառը վերաբերվում է Աստծուն։ Այդ ժամանակ այս բառի նշանակությունը հետևյալն է, որ Աստծո եւ մեր մեջ գոյություն ունի հսկայական տարբերություն, թե էության մեջ, որովհետև Աստված ամենակարող է եւ ամենատես է եւ ամենուրեք է, թե բարոյական հատկանիշներով,
Աստված բացարձակ կատարյալ է, որովհետև բացարձակ անմեղ է։ Իսկ մեր պարագայում սրանք բոլորովին այսպեսին չեն։ Ամեն։ Ես ասեցի, սկզբում աստվածաբանական հիմքերն եմ դնում, հետո նոր պրակտիկ մասը։ Աստվածաշունչը կամ աստվածաշնչյան սուրբերը սովորական մարդիկ են եղել ամբողջ պատմության ընթացքում, որոնց Աստված ընտրել է որպես իր սեփականություն։ Այսօր բոլոր նրանք, ովքեր իսկապես ճանաչել են, ուշադիր լսեք օգտագործածս բառերին, իսկապես ճանաչել են եւ հավատացել եւ ընդունել Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ, այս բառի իսկական իմաստով, ալելույա, նրանք սուրբեր են։ Ամեն։ Արդեն հենց դրա համար, որ ընդունել են Հիսուս Քրիստոսին, իսկապես ճանաչել են, եւ նա իրենց փրկիչն ու Տերն է, եւ իրենք հատուկ միսիա եւ կոչում են ստացել Տիրոջից, դարձել են սուրբեր, համարվում են սուրբեր։ Աստված նրանց կոչում է իր հոգեվոր զավակները, որոնց առանձնացրել է անհավատներից, անհավատներին ծառայելու համար։ Ալելույա։ Ում մասին եմ խոսում ես, ով այստեղ հաստիատերը, որին ուղում եմ խոսքը, Պետրոսի կողմից գրված, ալելույա, փառք Տիրոջը, Հռոմացիս 1:7, ձեզ ամենիդ, որ հռոմումն եք, Աստծո սիրելիներիդ, կանչված սուրբերին, շնորհք եւ խաղաղություն։ Հռոմի եկեղեցուն, կարճ ասած, եթե գրելու լիներ մեզ Պողոսը, պիտի գրեր Էմանուելի եկեղեցու սուրբերին, ալելույա։ Վերջին ժամանակներում իսկապես մարդիկ դարձել են անսուրբ եւ վախենում են այս բառից։ Հենց դրա համար, եթե մի քանի անգամ ես մեկին կողքով անցնելով ասեմ սուրբ, երկու բան տեղի կունենա, կամ կմեծամտանա այնքան, որ իրան իսկապես, կամ էլ կմտածի, այս վախից կարող է մեռնի հանկարծ։ Ես ինչ ասում։ Ոնց ես սուրբ։ Այո, դու սուրբ։ Թող ոտքերդ գետնից չկտրվի եւ ոչ էլ շարունակի մնալ այդ ցեխակույտերիդ մեջ վեր բարձրացի։ Դու հատուկ նպատակի համար կանչված մարդ ես։ Հատուկ միսիայով կանչված մարդ ես, առանձնացված, ծառայելու Աստծուն, իր ժողովրդին ծառայելու համար։ Ալելույա։ Առաջի Կորինթացիս 1:2 Աստծո եկեղեցին, որ Կորինթոսումն է, Հիսուս Քրիստոսում, սուրբերիդ, կանչված սուրբերիդ, շնորհք լինի եւ խաղաղություն։ Ալելույա։ Եփեսացիս 1:18 Պողոսն ասում էր, ես աղոթում եմ, որպեսզի Աստված բացի ձեր աչքերը, որ տեսնեք, թե ինչ է իր ժառանգության փառավոր մեծությունը ձեր մեջ սուրբեր։ Ալելույա։ Եկեղեցին անդրանիկների հանդեսն է, սուրբերի ժողովքը, եկեղեցին Քրիստոսի մարմինն է, եւ եթե մենք ճիշտ ենք հասկացել սա եւ ճիշտ բառեր ենք օգտագործում, անդրանիկների հանդեսը անսուրբ չի կարող լինել։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, Քրիստոսի մարմինը պիղծ չի կարող լինել։ Քրիստոսի մարմինը սուրբ է, որովհետեւ եթե գլուխը սուրբ է, ուրեմն մարմինն էլ է սուրբ։ Ալելույա։ Ամբողջ խնդիրը մեր անհամապատասխանությունն է այդ կոչումին։ Լսում եք։ Հալելույա։ Նոր Կտակարանի մեջ հանդիպում ենք նաև սրբացում բառին, որը նույն արմատից է, ինչ սուրբ բառը, եւ այդ բառը երեք իմաստ ունի, իրար հետ ամուր կապված։ Առաջինը, սրբացումը դա հանդիսավոր ակտ է, գործողություն է, որով Աստված մեզ առանձնացնում է մնացածներից, մնացած մարդկանցից, որպես իր երեխաները, ներված եւ ընտրված իր կողմից։ Առաջի Կորինթացիս 6:11 եւ մի քանիսդ այսպիսիններ էիք, բայց լվացվեցիք, բայց սրբվեցիք, բայց արդարացաք Տեր Հիսուսի անունով եւ Աստծո հոգով։ Աստված մի գործողություն արեց եւ մեզ առանձնացրեց։ Այնուհետեւ երկրորդ իմաստը սրբացումը դա գործընթաց է, ոչ միայն ակտ, ոչ միայն գործողություն, այլ նաև գործընթաց, որ տևում է երկար ժամանակ, որ հավատացյալի մոտ շարունակվում է ամբողջ կյանքում, այդ process-ով Աստված մեզ նմանեցնում է Հիսուս Քրիստոսին,
Բոլոր ճշմարիտ հավատացյալները հենց հիմա այս ընթացքի մեջ են։ Ես հիմա այդ ընթացքի մեջ եմ։ Ասա ես եմ։ Առաջի Թեսաղոնիկեցիս 4:3, որովհետև սա է Աստծո կամքը ձեր սրբացումը, որ դուք հետ կենաք ամբարոությունից։ Որովհետև դուք հատուկ նպատակի համար կանչված եք։ Դուք չեք կարող մեկ ձեռքով կեղտոտ բաների հետ գործ ունենալ, մյուս ձեռքով սուրբ բաների հետ գործ ունենալ։ Ամեն։ Հիսուս սովորեցնում էր, որ մի աղբյուրից երկու տեսակ ջուր չի կարող բխել։ Հիսուս սովորեցնում էր, որ մի մարդը երկու տիրոջ չի կարող ծառայել։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Եվ երրորդը, սրբացումը, որ մեր վերջնական նպատակն է, այն բարոյական կատարելությունը, որին մի օր կհասնենք Աստծո հոգևոր զավակներս։ Ալելույա։ Առաջ Հովանու 3:2-3 համարները, սիրելիներ, հիմա Աստծո որդիք ենք եւ տակավին հայտնի չէ թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք, թե երբ որ նա հայտնվի նրա նման կլինենք, որովհետեւ կտեսնենք նրան ինչպես որ է։ Եվ ամեն ով որ այս հույսն ունի իրանում, սրբացնում է իր անձը, ինչպես որ նա սուրբ է։ Ալելույա։ Սրբացումը ակտ, սրբացումը գործողություն, վերջնական նպատակ։ Ամեն։ Ամեն, ամեն, առայժմ դեռ, մինչև հիմա, ես աստվածաբանական հիմքերի մասում եմ, հիմա կամաց տեղափոխվենք արդեն գործնական հարթակ, Եբրայեցիս 12:14, ջանացեք խաղաղություն ունենալ բոլոր մարդկանց հետ և ունենալ սրբություն, առանց որի ոչ ոք չի տեսնի Տիրոջը, ջանացեք խաղաղություն ունենաք բոլորի հետ, Այնպես որ գնացեք այսօր ձեր անհաշտությունների հարցը լուծեք, թե չէ Տիրոջը չես տեսնի, և ունենաս սրբություն, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի։ Բոլոր անկեղծ քրիստոնյաները, որոնք չեն ուզում իրենց կյանքի հետ կատակ անեն, որոնք չեն ուզում խեղկատակությամբ անցկացնեն իրենց եկեղեցիական կյանքը, որոնք չեն ուզում եկեղեցու միայն զվարճանալ, ուրախանալ, լավ բաներ լսել, այլ իսկական ավետարանի խոսք լսել, նրանք պիտի իմանան, առանց սրբության ոչ ոք Տիրոջը չի կարող տեսնել։ Ուրեմն ինչ է խորհուրդը, պատգամը, հետևեք, ջանք արեք, ձգտեք, բոլոր մարդկանց հետ լինեք խաղաղ և ունենալ սրբություն, որովհետև առանց սրա ոչ ոք Աստծուն չի տեսնի։ Ես ուզում եմ տեսնել նրան ամեն օր։ Ես ուզում եմ ապրել նրա հետ ամեն օր։ Ես ուզում եմ քայլել նրա հետ ամեն օր։ Եթե նա իմ կյանքում չլինի մեկ վայրկյան, ինձ պետք չի այդ վայրկյանը։ Անգամ հավիտենությունը ինձ պետք չի առանց իրա։ Ես հասկանում եմ ինչ եմ խոսում։ Ես հասկանում եմ։ Ծանր գիշեր ունեցող մարդը հասկանում է ինչ է խոսում։ Եթե այդ պահին քո հույսը նա չլինի, ամեն բան քո ոտքերի տակից փլվում է եւ երկինքը քեզ համար դառնում է պղնձե, ինչպես ավետարանն է ասում։ Ալելույա։ Մատթեոս 5:8 Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։ Ամեն։ Մաքրիր սիրտդ, որ Աստծուն տեսնես ամեն օր։ Դավիթն ասում էր ամեն օր ես նրան տեսնում եմ իմ աչքերի առաջին, ամեն օր։ Դավիթն ասում էր ես զարթնեցի դեռ քեզ հետ եմ։ Եթե քնելուց առաջ դու նրա հետ ես, զարթնելուց նա քեզ հետ կլինի։ Ամեն։ Ալելույա։ Հրաշալի է լինել քրիստոնյա, իսկական հավատացյալ, հրաշալի է լինել քրիստոնյա իսկական իմաստով, հրաշալի է ապրել ճիշտ կյանքով, հրաշալի է ունենալ ճիշտ եկեղեցի, հրաշալի է լսել ճիշտ իսկական քարոզ, հրաշալի է ապրել Աստծո խոսքով, հրաշալի է։ Այս և ուրիշ շատ տեղեր մեզ համոզում են, որ մենք պիտի հեռանանք այն ամենից, ինչը ատում է Աստված և ձգտենք այն բաներին, ինչ սիրում է Աստված։ Ամեն։ Հռոմեացիս 12:1-2 Աղաչում եմ եղբայրներ Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ներկայացնեք որպես կենդանի զոհ, սուրբ, Աստծուն ընդունելի։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքին, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությունով, որ քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը։ Ալելույա։ Առաջի Կորինթացիս 7:1 Սիրելիներ,
Ունենալով այսքան խոստմունքներ, մեր անձերը մաքրենք մարմնի եւ հոգու ամեն պղծությունից, որպիսի սրբությունը կատարենք Աստծո վախով, հալելույա։ Հիմա երբ որ Աստծո վախի մասին ենք խոսում, մարդիկ սկսում են արդեն մեղմացնել այդ բառը, գիտեք, Աստծուց վախենալ չի նշանակում ուղղակի վախենալ, նշանակում է հարգել Աստծուն, գրված է Ավետարանի մեջ, Աստվածաշնչի մեջ, հեղինակները շատ լավ տարբերել են հարգել եւ վախենալ բառն իրարից։ Շատ հստակ են տարբերել։ Գոնե եթե այդ մարդիկ չտարբերեին, մենք բոլորս գիտենք, որ Պետրոս անգրագետ է եղել, անուս լավ չասեմ անգրագետ, բայց քանի որ Սուրբ Հոգին էր իր միջոցով գործում, Սուրբ Հոգին գիտեր, որ բառը որտեղ պիտի օգտագործեր։ Իմաստության սկիզբը ոչ թե Աստծո հարգանքից է գալիս, այլ Աստծո վախից է գալիս։ Պատկառանք է նշանակում, այո, նաև պատկառանք, նաև հարգանք, նաև խոնարհում, նաև երկրպագություն, բայց ուղիղ իմաստով վախ։ Ռուբիկ եղբայր, տենց էր գիտենք, որ հին հոգեգալստական ես, այո, հին հոգեգալստական եմ, շատ հին, 54 տարվա հոգեգալստական եմ, դա իմ տարիները չի, դա իմ հոգևոր ստաժն է, ալելույա, փառք Տիրոջը, ուզում եմ քեզ ասել, այսքան երկար տարին նաև Աստծո վախն է եղել իմ աչքերի առաջին, որ ես կանգնած եմ եղել, շատ գայթակղություններից Աստված պահել է, նաև նրա համար, որովհետև իմ սրտում միշտ Աստծո նկատմամբ եղել է երկյուղ, պատկառանք, հարգանք, մեծարանք, երկրպագություն, խոնարհում, պաշտամունք, նվիրվածություն, որ երբ որ ընտրության առաջ եմ կանգնել, չեմ ափսոսել, արդյոք արժի նվիրել, արդյոք արժի, բազար չեմ արել, չեմ սակարկել։ Արժի, եթե Աստծու մասին է խոսքը, այստեղ չկա բազար, ներողություն էս բառի համար։ Չկա, սակարկում չկա, Աստծուն այո եւ ամեն բանի մեջ, ամեն ժամանակ։ Դեռ չլսած բաներիս համար այո, թե վաղը ինչ տեղի պիտի ունենա, վաղ Աստծո կամքի իմ կյանքում եւ իմ ընտանիքի կյանքում ինչ պիտի լինի, այո եւ ամեն։ Եվ այստեղ էլ նորից սակարկում չկա։ Ամեն, փառք Տիրոջը։ Որպեսզի Պետրոսը մեր չթողնի անորոշ վիճակում, կոնկրետացնում է եւ խոսում է ըստ էության, խոսում է կոնկրետ գործերից, որոնք ցույց են տալիս, թե ինչ է սրբությունը։ Առաջի Պետրոս երկրորդ գլխի արդեն 11 համարից մինչև 3-րդի 22-ը։ Կարդանք ընդամենը մեկ համար, 2:11 Պետրոսի։ Ես ասում եմ, դուք սա կկարդաք, դուք սա շատ լավ պիտի կարդաք, 100 անգամ կարդացեք, մի ձանձրացեք, ամեն բառի վրա կանգնեք, ուսումնասիրեք, բառերը թե ինչու են իրար հետ կապված այսպես, ինչու են մի նախադասության մեջ տեղավորված այս բառերը, ինչու են այս համարից հետո սա գրում։ 11 համարը, սիրելիներ, աղաչում եմ ձեզ, ինչպես պանդուխտներ եւ օտարականներ հեռու մնացեք մարմնավոր ցանկություններից, որը կռվում է հոգու դեմ, ձեր վարքը հեթանոսների մեջ բարի պահեցեք։ Ովքեր են ուզում սուրբ լինեն։ Պետրոսն սկսեց, դիմացեք։ Առաջի բանը, Պետրոսը խոսում է այն մասին, որ մենք նախ եւ առաջ երկնքի արքայության քաղաքացիներ ենք։ Ալելույա։ Դու սովորական մարդ չես։ Եթե երկրորդ գլխի 1-ից 12 համարները կարդանք, կտեսնենք հենց այս մասին է խոսում։ Երկրորդ գլխի 1-ից 11 համարներում Պետրոսը սովորեցնում է մեզ, որ մենք երկնքի արքայության քաղաքացիներ ենք։ Պետրոսը պատվիրում է, որ ամենից առաջ հիշենք, թե ով ենք մենք, որովհետև սա շատ է կարևոր։ Շատ բաներ քրիստոնյաներն իրենց թույլ են տալիս, որովհետև չգիտեն, թե ով են իրանք։ Իրան ուղղակի վայել չի այս բանը։ Դուք երբևէ լսել եք, որ մեկը մյուսին ասում է, սազում է քեզ, հələ մի հատ քեզ նայի, ով ես դու, ուր ես հասել։ Հələ մի հատ մտածի, ում տղեն ես դու։ Նորից իմ հերթական խոստովանությունն անեմ, ոչինչ, իմացեք, ձեզանից վատն եմ ես, իմ համար էլ աղոտ կարեք,
Երբ որ տարիներ առաջ, չգիտեմ քանի տարի առաջ էր, երբ որ հերթական դպրոցից տղայիս վռնդում էին փոքր տղայիս, կոլեջ էր արդեն, կոլեջ էր։ Երբ որ ես պետքա տնորենի մոտ մտնեի, տնորենը որ իմացել էր թե ում հայրն ասկի չուզեց իմ հետ հանդիպել։ Ստիպված եղավ փող տնորենը անհարժան մեկին ընդունի։ Եվ երբ որ իր հետ 5 րոպե խոսեցի, ինքը ինձ հարցրեց, ասավ դու իր հարազատ հայրն ես։ Ասի որքան այդ հարազատությունը հնարավոր այդքան հարազատն եմ։ Ասավ տարեց մարդ էր, ասավ արդեն 40 տարիներից ավելի է մանկավարժ եմ։ Իմ կյանքում առաջի դեպքն է, որ այսպիսի կոնտրաստ եմ տեսնում հոր ու տղու միջև։ Ինչու է դա պատահում։ Չեմ կարող ասել։ Բայց պատահում է։ Ալելույա։ Միշտ պիտի հիշենք, թե ով ենք մենք։ Գիտեք ինչու ասեցի։ Այդ տղեն չի հիշում, թե ում տղեն է ինքը։ Դրա համար ասեցի, որ դուք հասկանաք, իմ օրինակով ասեցի, որ լավ հասկանաք։ Դրա համար երկրորդ գլխի 1-ից 5 համարներում գրում է. Ինչ հզոր ծրագրի մեջ է Աստված ձեզ ներառել, կարդացեք, հիմա ես չեմ կարդալու։ Երկրորդ գլխի 1-ից 5 համարներում Պետրոսը ներկայացնում է. տղերք, իմացեք, թե դուք ով եք։ Դուք ին հետանոսներ էիք, բազում աստվածների պաշտող, բայց Աստված ձեզ կանչեց, որ ներգրավի մի շատ կարևոր տիեզերական կարևորության ծրագրի մեջ, հիշեք ու չմոռանաք։ Քո մասին եմ խոսում, բարեկամ։ Ոմանք եկեղեցի գալիս են խռով նստում են, խռով գնում են։ Դուք կարևոր մարդ եք այս եկեղեցում, դուք գալիս եք, որ այստեղից հրահանգ ստանաք, որ գնաք այդ հրահանգը աշխարհում իրականացնեք։ Եվ շարունակում է 11 համարից, որ քանի որ մենք պաշտոնապես ընդունել ենք երկնքի արքայության քաղաքացիությունը, այս աշխարհի համար դարձել ենք օտար, դրա համար աշխարհը մեզ չի ընդունում։ Եվ 12 համարում, եւ մեր վրա ընկած է, ասում է մեծ պատասխանատվություն ապրել այնպես, ինչպես վայել է երկնքի արքայության քաղաքացուն։ Երկրորդը, այստեղ շատ բան անեմ, որովհետեւ ես պիտի հասնեմ ավարտեմ։ Առաջինը Պետրոսն հիշացնում է եկեղեցուն, ժողովրդին, որ դուք նախ եւ առաջ հիշեք միշտ երկնքի արքայության քաղաքացիներ եք։ Այնուհետև Պետրոսը անցում է կատարում ու ասում է. լավ հիշեք, քանի որ դուք երկնքի արքայության քաղաքացիներ եք, դուք նաեւ առայժմ երկրի քաղաքացիներ եք, հիշեք եւ չմոռանաք։ Պետրոսն ասում 11 համարից եթե կարդաք 13-ից 17 համարները։ Եվ քանի որ դուք երկնքի արքայության քաղաքացիներ եք, պիտի հիշեք նաև երկրի քաղաքացիներ եք, դրա համար ապրեք սուրբ կյանք, երկնքի արքայությանը քաղաքացուն վայել։ Չի նշանակում ատելությամբ լծվել երկրի թագավորների եւ թագավորությունների եւ իշխանությունների նկատմամբ, այլ հարգել, պատվել, որովհետեւ դուք երկնքի արքայության քաղաքացիներ եք։ Թող տեսնեն, բոլորի նման չեք հայոյում, բոլորի նման չեք բամպասում, բոլորի նման չեք քննադատում, այլ ասում եք, մենք գիտենք, որ ամեն իշխանություն Տիրոջից է։ Հիմա ինչ ես քարոզում, Ռուբիկ եղբայր, անարդարության մասին լռենք, մի լռի, բայց մի էլ ապստամբի։ Սուրբ Գիրքն է սովորեցնում, մի բարկացեք իմ վրա։ Սուրբերը երբեք չեն ապստամբում։ Ապստամբությունը սուրբերի գործը չի։ Այստեղ մնայուն քաղաք չունենք։ Պետրոսը գրում է, որ Տիրոջ սուրբերին հարկ է, որ պատվեն երկրային թագավորներին էլ եւ ոչ միայն թագավորներին, այլ բոլոր մակարդակի իշխանությունների նկատմամբ հարգանքով վերաբերվեն։ Հարգանքով վերաբերվեք։ Անգամ կաշառք պահանջող, ինչ ասեմ, միլիցա ասեմ, թե ոստիկան։ Ոստիկանը պետք է որ կաշառք չպահանջի։ Դա լինի ճանապարհային ոստիկան թե ուրիշ։
Լավ, ասեմ դա սովետական միլիցիայից մնացած արատա։ Լավ, չմտնեմ ստեղ, գործերից չվատացնեմ։ Հարգեք նաև նրան։ Սուրբ Գիրքն է այսպես ասում։ Դուք կարծում եք Ներոնի ժամանակա Պետրոսը գրե, Ներոնն ավելի վատ ներքանեսորվա, ավելի լավն էր, քան այսօրվա մեր իշխանավորները։ Պետրոսը գրում է, թագավորին պատվեք, այսինքն Ներոնին պատվեք, հասկանում եք, Պետրոս, քո քիչ կրթությունը երևում է, միգուցե քիչ կրթված եմ, բայց բարձր որակավորում ունեմ հոգևոր բաների մեջ, սրբության առանձնահատուկ էքսպերտ եմ, լսեք, հնազանդվեք, խելքներիդ էլ զոր մի տվեք, Ալելույա, երորդը, իհարկե, ծառաների փոխհարաբերության մասին է խոսում, այսօր ծառաներ չկան, բայց կան աշխատողներ և գործատուներ, գործատու գործ տվող իմաստով չի, աշխատանք տվող իմաստով է, լսեք, մի անարգեք այդ մարդկանց, որոնք ձեզ համար աշխատանք են տալիս, լավ, դուրդ չի գալիս, եթե անգամ եղբայր է, դուրդ չի գալի, ուրիշ տեղ գնա, եթե մի օր աշխատել ես, մի ամիս աշխատել ես, ավելի լավ տեղ ճարի ու գնա, բայց ուր էլ գնաս պատվի, հարգի, Սուրբ Գիրքն է պատվիրում, ասում է ծառաները հնազանդվեն իրաց տերերին, այդ ինչ է, ստրկություն ես քարոզում, ոչ, հոգևորություն, ես սուրբերի հետ եմ խոսում, սուրբերը պիտի հասկանան, ես ինչ եմ խոսում, ասում է Պետրոսը, ուրեմն, ով ձեզ աշխատանք է տվել և ձեր տունը կարողանում եք պահել լավ, թե վատ, նրան պատվեք, նա չլիներ միգուցե սոված մնա իր։ Աստված ինձ սոված չի թողի։ Այն ագրավը, որ քեզ հաց բերեց, նրան քարով չխփես, պարսատիկներ չհանես նրա վրա։ Ամեն։ Լավ է, չէ Պետրոսն ասում։ Կարդացեք, այնքան շատ բան կա, որ դուք կգտնեք առանց ինձ։ Ես ինչ-որ մեկին էլ կարող եմ խանգարեմ, հետո կհասկանա, Ռուբիկ եղբայր, բա այսքան բան կար, դու ինչու այդքան քիչ ասեցիր, այսքան լավ բան կա, ինչու այդքան վատ ասեցիր։ Ոչինչ, ես քեզ հումնյութ եմ տալիս։ Այնուհետև, չորրորդը, կանանց վերաբերմունքին անդրադառնում, սրբությունը վերացական արտահայտություն չի, սրբությունը կոնկրետ կյանքը, կոչում, պատասխանատվություն, իշխանությունների առաջ, գործատուների առաջ, կնոջ և ամուսնու փոխհարաբերություն, սուրբ կանայք, օրհնյալ եղեք, Հիմնականում Պետրոսն իհարկե նկատի ունի այստեղ այն կանանց, որոնք անհավատ ամուսիններ ունեն, բայց բոլոր կանանց շատ ճիշտ է, որ լսեն ու հնազանդվեն իրենց ամուսիններին բոլոր հարցերում, որովհետև Սուրբ Գիրքն է այսպես է սովորացնում, երբ որ կարդաք ու կտեսնեք ժամանակին սուրբ կանայք իրենց անձերը զարդարելու ուրիշ բաներ ունեին, քան այսօրվա սուրբ կանայք։ Սուրբ կանայք, ձեր գեղեցկությունը, ձեր բաց հագուստները թող չլինեն, ոչ է ձեր ձիգ հագուստները թող լինեն։ Սուրբ կանայք, թող մարդիկ ձեր լավ վերաբերմունքը գնահատեն և ոչ թե բարեմասնությունները։ Ներեցեք, ինչ որ սահման եմ անցնում, բայց ով պիտի անցնի։ Ես արդեն հայր եմ ու պապ, եթե պապը սրան չանդրադառնա, երիտասարդը կարծում եմ իրավունք չունի անդրադառնալու։ Այնուհետև ամուսիններին է անդրադառնում 3-րդ գլխի 7 համարից։
Սա արդեն տեղափոխվել ենք 3-րդ գլուխ, կանանց մասին խոսում է 3-րդ գլխի 1-ից 6 համարը, 7 համարից խոսում է ամուսիններին, հորդորում է, որ սուրբ լինեն։ Սուրբ լինել նշանակում է, որ ուշադիր լինեն իրենց կանանց, վերաբերվեն այնպես, ինչպես տկարանոտների, որ նրանց խնամեն, պահեն, որ չկոտրեն, որ լավ վերաբերվեն, որովհետև եթե ամուսինը լավ է վերաբերվում կնոջը, դա նշանակում է, որ ամուսինը լավ է վերաբերվում Աստծուն, որովհետև այդ կնոջը Աստված է իրեն տվել, եւ ընդհանրապես սիրելի ամուսիններ, լավ վերաբերվեք ձեր կանանց հետ, ընդունեք որպես Աստծուց ստացած նվեր, եւ կանայք, մի ասեք, ես պիանին ով տվեց ինձ, Աստված ա տվել, երևի քո պատճառով ա, որ դառնանում ա մարդը, ու իրան հարբեցողության ա տալիս։ Ջան, ուղղակի չհասկացա, կանայք ծափարեցին, թե տղամարդիկ։ Փառք Տիրոջը, այնուհետև ամուսիններին էլ դաստիարակելուց հետո 3-րդ գլխի 8 համարից մինչև 22-ը Պետրոսը հորդորում է, որ մեզ պահենք այնպես անմեղադրելի, որ ոչ ոք չկարողանա մեղադրել, ոչ մեզ որպես Աստծո ծառաներ, ոչ ավետարանը մեր, որտեղից մենք սովորում ենք, եւ ոչ էլ մեր Աստծուն, մեր պատճառով ոչ ոք չհայհոյի։ Հիմա հասկանում եք ինչ է սուրբ լինել, օգնում եմ ձեզ։ Ալելույա։ Էնպես որ սուրբ, եթե ուզես սուրբ գտնես, կլոր պսակի գիծ կամ լուսավոր մի պսակ գլխին ինչ որ մեկին մի փնտրի, այլ մարդ, որ այսպիսի առաքինություններով է ապրում։ Եվ եթե մեկը գալիս է ձեր տուն կամ դու գնում ես մեկի տուն, երբ որ սկսում եք արդեն նրանից բան փասել, ուրեմն իմացեք, դա սուրբերին վայել գործ չի։ Երբ որ ամուսինդ գալիս է ու ամբողջ օրը չգիտեմ ինչով զբաղված դեռ ճաշ չես եպել, երբ որ ինքն ասում է սոված եմ շուտ հաշտ դու էլ ասում ես, «Էդ ինչ է քո ամբողջ, չգիտեմ ինչը ստամոքսիդ մեջ է, համբերի էլի»։ Լավ չի։ Ասա կներես եւ հաջորդ օրը ժամանակին պատրաստի, հարգանքով վերաբերվեք իրար հետ։ Սուրբերին էսպես է վայել։ Թե չգնում եմ եկեղեցի, նայում ես անհավատից ոչինչով չի տարբերում, ինչու ես գալիս եկեղեցի, եթե եկեղեցին քեզ չի սովորացնում, եթե եկեղեցում դու չես փոխվում, եթե եկեղեցում քո միտքը չի փոխվում, կյանքը չի փոխվում, ումա պետք է եկեղեցի։ Հալելույա։ Այնուհետև Պետրոսը խոսում է մեր ողերիմ թշնամիների մասին։ Օй, ես պիտի արագացնեմ։ Մեր ողերիմ թշնամիների մասին է խոսում։ 4-րդ գլխի 1, 2, մինչև 16 համարները։ Եվ Պետրոսը սովորեցնում է մեզ, որ դրանք մեր ներքին անսրբություններն են, որ մեր մեջ կան, մեր մեղսալիությունն է եւ մեր անսուրբ արտաքին աշխարհը, որն իր գեղեցիկ խայծերը ծածկում է իր մահկանացու, գեղեցիկ խայծերով ծածկում է իր մահկանացու կարթը, եւ սատանան իր անմաքուր եւ չար խոսքերով եւ գործերով։ Թշնամիներ ունենք։ Պետրոսը նաեւ մեր թշնամիների մասին է խոսում։ Ասում է, որ մենք գտնվում ենք մեղսալի աշխարհում մեկ, որ մեր մեղքի այդ հիվանդության հետևանքները դեռ մեր մարմնում են եւ մարմինը միշտ ներքին պայքար կգնա ձեր կյանքում, ինչպես նաև Պողոսն է Հռոմեացիների 7-րդ գլխում այդ պայքարը 6-7 գլուխներում սովորացնում, թե ինչպես այդ պայքարը տեղի ունենում, ուզում ես լավն անես, մեկ էլ վատն է տեղի ունենում, ուզում ես բարի անես, մեկ էլ չարն է ստացվում, ուզում ես լեզուդ պահել, մեկ էլ տեսնում ես լեզուդ ավելի սանձարձակ եղավ։ Պետրոսն ասում է, իմացեք, դրանք կան եւ լինելու են, սուրբեր, ձեզ հետևեք։ Հետևեք ձեր լեզվին, հետևեք ձեր սրտին, հետևեք ձեր աչքերին, ուր են նայում, ինչու են նայում, հերիք չի վերջապես, կանգ առեք, սուրբերին վայել չի դա։ Ամեն։ Մարմինը 2:11-ում ասում, աղաչում եմ եղբայրներս, հեռու մնացեք մարմնավոր ցանկություններից։ Իսկ քիչ հետո 4:2-ում ասում է, որ այլևս ոչ թե մարդկանց ցանկությունների պես ապրեք, այլ Աստծո կամքի պես, մարմնում մնացած ժամանակը։
Մենք մեր մեջ կրում ենք կործանարար հետևանքը, մեղքի հիվանդության, դրա համար մենք միշտ պայքարի մեջ ենք լինելու մեր մեղանչական բնության հետ, միշտ եւ միշտ։ Չի գալու մի վիճակ, որ այդ պայքարը վերանա, ամեն օր դու դրան հանդիպելու ես։ Բա մեղքը չենք մինչև կյանքներիս վերջը պայքարենք։ Բա մեղքը չես մինչև կյանքի վերջը լես ծառ այդպիսի բաների։ Չէ՞ որ Հիսուսն եկել է, որպեսզի այդ ծառայությունից, գերությունից մեզ ազատի։ Ամեն։ Պետրոսն էլ խորհուրդ է տալիս, ավելի լավ է նկատի ունեցի, թե ինչի հետ գործ պիտի ունենաս։ Մարդը պիտի իմանա, Աստված մեզ, չգիտեմ, անորոշ վիճակի մեջ չի թողում, եւ մեր բարեկամներին է ցույց տալիս, եւ մեր թշնամիներին է ցույց տալիս։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Հալելույա։ Այնուհետև աշխարհի գայթակղությունները եւ աշխարհասիրությունները, աշխարհի սերը թշնամություն է Աստծո դեմ։ Աշխարհն ինձ ատեց, ասում էր Հիսուս, ձեզ էլ է ատելու, եւ ասում էր, եթե աշխարհը ձեզ սիրի, ուրեմն Աստծո սերը ձեր մեջ չկա։ Այդ թեման շարունակում է եւ Պողոսը, եւ Հովանեսը, եւ բոլոր առաքյալները։ Աշխարհ ասելով հասկանում ենք բարությանը, սրբությանը հակառակվող ամեն բան։ Ես որովհետեւ ժամացույցից եմ նայում եւ դրա համար պիտի վազեմ։ Առաջ Հովանու 2:15 Մի սիրեք աշխարհը եւ ոչ էլ այն, որ աշխարհումն է, մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը եւ այս կյանքի ամբարտավանությունները։ Սատանան իր ստերով եւ Պետրոսն այստեղ 5:8 ասում է, որ սատանան ման է գալիս մռնչացող առյուծի պես եւ ուզում է, որ կուլ տա ձեզ։ Բայց զենք կա, ամենաարդյունավետ եւ ազդեցիկ զենքը հավատքով հակառակվելն է։ Ամեն։ Վերջացնեմ։ Անկախ նրանից, թե որտեղից է գալիս վտանգը մեր հոգևոր կյանքի եւ մեր հասունության եւ սրբությանը, կարեւոր չի, կլինի դա մեղանչական բնույթից, մարմնից, աշխարհից, թե սատանայից, դրանք սովորաբար մանր բաներ են լինում, փոքրիկ մեղքեր, որոնք հետագայում դառնում են մեծ խնդիրներ։ Սիրելի սուրբեր, դուք սրա մասին տեղյակ պիտի լինեք, եւ ես ձեզ հասցրեցի այստեղ ուշադիր լսեք հիմա։ 5 րոպե, ոչ ավել, շատ ուշադիր լսեք։ Այդ փոքրիկ մեղքերը հանգիստ մենք կարողանում ենք թաքցնել, հանգիստ մենք կարողանում ենք անտեսել, հանգիստ աչք ենք փակում այդ փոքր բաների վրա, դրանց կոչում ենք թուլություններ կամ վատ սովորություններ ենք անվանում, մինչև ինչ-որ մի ժամանակ։ Ռուսներն ասում են, դա պարի, դա վրեմենի։ Ուշադիր լսեք։ Պիտի վերջացնեմ Life ամսագրի մեկ հրատարակումով, որ մեզ այս պահին շատ կօգնի հասկանալ մինչև հիմա խոսածի իմաստը։ Ամեն տարի, ես մեջ եմ բերում Life ամսագրի հրատարակությունը, շատ կրճատումներով։ Ամեն տարի վայրի գազանների կողմից հոշոտվում են եւ սպանվում 53-ից 55 հազար մարդ։ Եվ տեսեք համամասնությունը։ Առյուծները, օրինակ, սպանում են ընդամենը 300 մարդ։ Այդ 55 հազարից առյուծները ամենավայրենի, ամենագիշատիչ, ամենավտանգավոր, ամենահզոր կենդանիները այդ 53 հազարից կամ 55 հազարից հոշոտում են ընդամենը 300 հոգի։ Շարունակությունը լսեք։ Գետաձիները, որ շատ վտանգավոր են, որոնք մինչև 3 տոննա են կշռում եւ տրորում են հանդիպած ցանկացած մեկին։ Եթե 3 տոննա վրովը տանցնի, մեր մեքենաները 3 տոննա չկան։ Մեր թեթև մարդատար մեքենաները 1 տոննա, տոննայու կես եւ բնական է, մեծերը ավելի ծանր։ Բայց այդ բեգեմոտը գետաձին 3 տոննա է եւ շատ վտանգավոր։ Ում վրայով անցավ, պետքա փորեմ որ հանեն։ Մի անգամից ամեն ինչն անում է։ Բայց շատ փոքր թվով մարդիկ են զոհ դառնում
այդ հսկա կենթանուն։ Ես հիմա մտածելու առիթ եմ տալիս բոլոր փոքր մեղքեր անողներին եւ դրանց վրա ուշադրություն չդարձնողներին։ Շատի զուր եք դուք այդպես վարվում։ Շատի զուր։ Ահա թղթակիցը գրում է, որքան մեծ է գազանը, միշտ մեզ համար նա այնքան վտանգավոր է թվում, բայց շատ հաճախ մահացու վտանգ իրենցից ներկայացնում են ամենափոքր կենդանիները։ Եվ լսեք, շարունակությունը, ամենադաժան մարդասպանները ջունգլիներում դա ցեցե կոչվող ճանճերն են, որի զոհ է դառնում տարեկան ոչ ավելի եւ ոչ պակաս այդ 55,000-ի ուղիղ կեսը։ Մտածեք այս մասին։ Մտածեք այս մասին։ Ճիշտ այդպես էլ մենք վտանգավոր ենք համարում մեծ մեղքերը։ Այո, դրանք մահացու վտանգավոր են։ Օրինակ, եթե այս 3 պատվիրանին կնանք, մի սպանիր, մի շնացիր, մի գողացիր, հիմնականում մարդիկ սրա վրա են կանգ առնում։ Բայց լսեք, թեկուզ եթե անգամ սրա վրա կանգ առնենք, եկեք հələ մտածենք։ Օրինակ, պոռնկությունով ավելի քիչ մարդիկ են մեղանչում, քան ուրիշի կնոջը կամ ուրիշի մարդուն նայելու ցանկությունով։ Համաձայն եք։ Բայց ինչ տարբերություն, երբ որ գնահատականը նույնն է, եւ հետևանքը նույնը, եւ դատաստանը նույնը, կարող եք տրամաբանական ինչ-որ բան ասել։ Այդ դեպքում ինչու ենք այդ մի շնացիրը այսքան մեծացնում։ Իսկ մի նայիրը ես համոզված եմ, որ այսօր պոռնոգրաֆիայով տառապում են անհամեմատ ավելի մեծ թվով մարդիկ, անգամ իրենց կոչումին հակառակ, սրբության կոչումին հակառակ այդ բաներով զբաղվող մարդիկ, քան ուղիղ շնություն անողները։ Հիմա ինչ որ մեկը կասի, Ռուբիկ եղբայր, դու հավասարության նշան ես դնում։ Ոչ, ես հավասարության նշան չեմ դնում, այդ հավասարության նշանը դրել է քո փրկիչը։ Ես չեմ դրել այդ հավասարության նշանը։ Դու ուզում ես լսեիր։ Ալելույա։ Երկուսն էլ մահացու են։ Հիմա ես ես հարցնեմ։ Մեկը մահանում է քաղցկեղից, մյուսը գրիպից։ Ասացեք խնդրեմ։ Տարբերություն կա այդ, թե մարդն ինչից է մահացել։ Փաստը ողբերգականը երկուսի դեպքում էլ։ Ես համոզված եմ, եւ դա այդպես էլ կա, կարծում եմ ինձ հետ ոչ ոք չի վիճի, որ անգամ եկեղեցում մարդասպանություն ավելի քիչ մարդ է գործում, իհարկե, երբ որ փոխվենք ու կանանց վերաբերվենք, այստեղ արդեն մի քիչ խնդիրը բարդանում է։ Դուք հասկանում եք կանայք ինչ նկատի ունեմ։ Զգուշ մնացեք։ Դա սարսափելի ծանր բան է։ Բայց ամենայն դեպս մարդասպանություն ավելի քիչ մարդ է գործում, քան եղբորը կամ եղբայրներին ատողները։ Բայց նրանք նույն բանն են։ Կարդացեք Հովանու ավետարան, 3-րդ առաջի Հովանու, 3-րդ գլխի 14-15 եւ ուրիշ շատ տեղեր, որտեղ գրված է, ով որ իր եղբորն ատում է, մարդասպան է։ Ես չեմ գրել, հասկացեք, քո ավետարանում է գրված։ Բոլոր խոսքերը Աստվածաշունչը օգտակար սովորեցնելու, հանդիմանելու։ Ամեն։ Իմ հետ եք։
Եվ հետո երբեմն զարմանում ենք, ինչու Աստված մեր աղոթներ, ինչի պատասխանում, ինչու է այսպես, կյանքի դասավորվածությունից ենք բողոքում, մեր ճակատագրից բախտից ենք բողոքում, եկեղեցու տեսքից ենք բողոքում, Հովվի քարոզից ենք բողոքում։ Բողոքեք։ Բայց լավ չի լինի, որ իսկապես մի հատ մեր կյանքը լույսի տակ բերենք։ Ամեն։ Իմ հետ ես, չէ՞, մինչև հիմա։ Եվս րոպեու կես։ Գողություն ավելի քիչ մարդիկ են անում, քան ուրիշի ունեցվածքի ցանկանում, կամ նախանձում։ Ուղղակի կամ ագահ են, կամ անկուշտ։ Ամեն։ Սուրբ Գիրքն ասում է հաց ու հանդերձ ունես, դրանով բավարարվի, ավելի ցանկացողները փորձանքի մեջ են ընկնում։ Դու նայում ես այն փորձանքի մեջ ընկած մարդկանց։ Դու գիտեք, որ շատ փողի մեջ մի ժամանակ մեզ խաբում էին, երեխաները, որ իրար հետ կռվում էին, ասում էին, քարի մեջ արյուն կա։ Լսեք, քարի մեջ արյուն չկա, փողի մեջ արյուն կա։ Փողի մեջ արյուն կա։ Եվ որքան շատ է փողը, այնքան շատ է արյունը։ Եվ դու նախանձում ես շատ արյան համար պատասխան տվողներին, այն դեպքում, երբ որ մեկ արյունը մինչև հիմա երկրից բողոքում Աստծուն։ Արդար Աբելի արյունը։ Հակոբոսն ասում է, այն մարդիկ, որոնք զրկում են իրենց աշխատողներին վարձը չեն տալիս, այդ մարդկանց վարձքը, որ պահել եք, դրանք բողոքում են արդարության Աստծուն։ Բողոքում են։ Եվ դուք նախանձում եք նրանց։ Իհարկե, քեզ սուրբ կոչումը մի քիչ շատ է, մի քիչ շուտ է։ Բայց բաց մի թող, դա քոնն է, վերցրու։ Ամեն։ Եվ այստեղ գալիս է իմաստունը, Սողոմոնը, եւ ասում է մեզ, Երկերկոց 2:15, բռնեցեք մեզ համար աղվեսները, այգիներն ավերող աղվեսի ձագերը, որովհետեւ մեր այգիները ծաղկել են։ Չի ասում առյուծից զգուշ մնա, գետաձից զգուշ մնա աղվեսից։ Հասկանում եք ինչ ասում։ Այն մանր աղվեսի ձագերը։ Սուրբեր։ Օրհնյալ եղեք Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ես ուզում եի այս պատգամը ձեզ փոխանցել։ Խոսքը լսողներ մի եղեք։ Վերջացնեմ երկու տեղ կարդալով։ Երկու տեղ եմ կարդում ու վերջացնում, չեմ մեկնաբանի։ Բոլորովին չեմ մեկնաբանի, խոստանում եմ։ Եփեսացիս 5-րդ գլխի 3-ից 5-րդ համարները։ Բայց պոռնկությունը եւ ամեն պղծությունը կամ ագահությունը թող չանվանվի ձեզանում, ինչպես սուրբերին վայել չի, որ այս բանը լինի սուրբերի կյանքում։ Սուրբեր, վայել չի։ Ինչու ծափ չեք տալիս օրինակ։ Բայց պոռնկություն եւ ամեն պղծություն կամ ագահություն թող ձեր մեջ չանվանվի, ինչպես սուրբերին չի վայելում, եւ գարշություն կամ հիմար խոսքեր կամ խեղկատակություն, որ չեն վայելում սուրբերին, այլ մանավանդ գոհություն, որովհետև սա գիտենք, որ ոչ մի պոռնիկ, տեսեք նախադասության մեջ հավասարազոր բառեր են, ստորակետով իրարից բաժանված։ Երկրորդ դասարանում են, չէ՞ սա սովորացնում։ Հալելույա։ Որովհետև սա գիտենք, որ ոչ մի պոռնիկ կամ պիղծ կամ ագահ, որ կռապաշտ է, ժառանգություն չունի Քրիստոսի եւ Աստծո արքայությունում։ Ոչ ոք թող չխաբե ձեզ դատարկ խոսքերով, որովհետև այս պատճառով էլ Աստծո բարկությունը գալիս է դրանց աննազանդության որդիների վրա։ Ուրեմն մասնակից մի լինեք խավարի անպտուղ գործերին։ Շարունակությունն էլ լավ կլինի, որ կարդաք, բայց
տեղափոխվենք Գաղատացից թուղթ էլի 5-րդ գլուխ 19 համարից մինչև 21 համարը։ Էլի ուշադիր լսեք։ Բայց եթե հոգուց եք առաջնորդվում սուրբեր, ուրեմն օրենքի տակ չեք եւ հայտնի են մարմնի գործերը, որ են, նորից էլի, ստորակետով իրարից առանձնացված բառեր, շնություն, պոռնկություն, բղծություն, գիճություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, երկպառակություններ, բաժանմունքներ, չար, նայվածքներ, սպանություններ, արբեցություններ, անառակություններ եւ ինչ որ սրանց նման են, որ առաջուց ասում եմ ձեզ, ինչպես էլ առաջուց ասում էի, թե այսպիսի բաներ գործողները Աստծո արքայություն չեն ժառանգի, ալելույա, մենք անխախտ, անշարժ թագավորություն ունենք, ուրեմն ամուր բռնենք հույսի դավանությունը, ես սուրբ եմ, երկնքի արքայության քաղաքացի, ես նաև երկնքի արքայության քաղաքացիությանը սпасելով ապրում եմ դեռ երկրի վրա, ես ունեմ պարտավորություններ այնտեղ, ես ունեմ պարտավորություններ այստեղ, ալելույա, ամեն, ուրեմն ապրեք այնպես, ինչպես վայել է այն կոչումին, որի համար կանչվեցիք, սուրբեր,